Սարսափելի կարկուտից տուժած շատ քաղաքացիներ երկու շաբաթ է քնում են անձրևի տակ առանց տանիքների, պետությունը դեռ ոչնչով չի աջակցել, խնդիրը հատկապես լուրջ է Ստեփանավան քաղաքում։ Դաժան ծեծկրտուկ կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ Երևանի ավականու նիստն այսօր վերածվել է մարտեր առանց կանոնների հարթակի, խայտառակ միջադեպը դատապարտել է մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ սա վատ օրինակ է հասարակության համար։ Ներգրավված անձինք այժմ փորձում են մեղքը բարթել մեկը մյուսի վրա, հրաժարականներ չկան։ Հայաստանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փողոց կունենա, Հայաստանի Ճեմուղի, այսպես կկոչվի փողոցը, որոշումը կայացրել է քաղաքային խորհուրդը, հատկանշական է, որ 0 դեմ միաձայն կողմ ձայներով։ Այսօր Իշխան Սաղաթելյանի տունն են խուզարկել, ուղիղ 3 ժամ շրջափակված է եղել ողջ շենքը։ Հայկական ծիրանը հասավ Եվրոպա, Մարտակոսը լուսանկար է հրապարակել Խուդաթյանի հետ ձեռքներին ծիրան, նշել է, որ ծիրանը արդեն ներմուծվում է Եվրոպա։ Դալմագարդեն մոլում վարձավճարի շատ կտրուկ թանկացմամբ պայմանավորված 12 տարեկան բիզնես է փակվել, բիզնեսի տիրուհին նշել է, որ վարձավճարը դարձել է 4 միլիոն դրամ ամսական, ինչը դարձել է բիզնեսը փակելու որոշման հիմք։ Եվ հարվածի տակ են մնում Ծառուկյանի բիզնեսները, կասեցվել է Շանգրիլայի լիցենզիան, ավելի վաղ նույնը կատարվել էր Multi Wellness-ի հետ։